Այն, որ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, ճեպազրույցի ժամանակ կրկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես դրա մասին արտահայտել եմ կարծիքս եւ չեմ կարծում փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի եւ ասեմ ինչու։ Որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Վարչապետն ասաց, որ չի մանրամասնում, թե ինչ նկատի ունի, քանի որ նախորդիվ անկախության հռչակագրի օրվան նվիրված ուղերձներում իր դիրքորոշումը մանրամասնորեն արտահայտել է, իսկ սահմանադրության նախաբանում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին արված հղումը ունի հետևյալ բովանդակությունը։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական իրավական հասարակարգի ստեղծումը։ Հայաստանի Հանրապետության մեր հիմնադիր նախահայրերը, թե Հայաստանի Հանրապետությունն են հիմնադրել, թե Արցախյան հակամարտության մեկնարկն են տվել, բնավ ոչ կոնֆլիկտի հիման վրա։ Դրանք եղել են մեր ազգային հիմնական նպատակներն ու պետական սկզբունքները ունենալու անկախ պետականություն։ Վարչապետի որոշմամբ ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է նիստեր անցկացնել։ Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը մեծ հետ զրույցում նշեց, որ խորհրդում դեռևս չի քննարկվել անկախության հռչակագրի հարցը։ Այդուհանդերձ անկախության հռչակագիրը ունեցել է ըստ էության իրավաբանական ուժ մինչև 95 թվականի սահմանադրության ընդունումը։ Դրանից հետո սահմանադրություններն են արդեն գործել, որպես այդպիսին, որպես իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթեր։ Իոաննիսյանի համոզմամբ շատ ավելի կարևոր են սահմանադրության այն կարգավորումները, որոնք ունենալու են ազդեցություն պետության եւ պարզապես մարդկանց կյանքի վրա։ Շատ ավելի մեծ կարևորություն կտա այն կարգավորումներին, որոնք դատական համակարգի անկախությունն են երաշխավորում։ Բերելու այնպիսի կարգավորումներ, որոնք հակակոռուպցիոն մարմինների անկախությունն են երաշխավորում։ Բերել այնպիսի կարգավորումների, որոնք որ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն են ավելացնում, այդ թվում ընդդիմության եւ առաջին հերթին ես կասեի ընդդիմության մեխանիզմները խորհրդարանում մեծացնում են, լայնացնում են, մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակն են բարձրացնում։ Սահմանադրագետի պնդմամբ խնդիրներից մեկն այն է, որ մինչ օրս հանրությանը չի մատուցվել սահմանադրության փոփոխությունների հայեցակարգը։ Ասեմ ավելին, այսպիսի հանրությունից փակ, հաշվետվողականությունից զուրկ, մասնակցելիությունը բացառող սահմանադրական փոփոխությունների ընթացակարգ Հայաստանի Հանրապետության պատմությունը չի տեսել։ Սա լրջագույն մտահոգության տեղիք է տալիս, որովհետև գեթ մեկ հոդված մեզ չի մատուցվել այն պարագայում, երբ իրենք պատրաստում են մի ողջ սահմանադրություն փոփոխել։ Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ հանրային քննարկումներ եղել են եւ լինում են, եւ դրանք էապես կակտիվանան խորհրդարանական ընտրություններից հետո։ Սահմանադրության նախագիծը նրա համոզմամբ պետք է անցնի պատշաճ հանրային քննարկում, եւ հանրությունից ստացված արձագանքները պետք է արտահայտվեն սահմանադրության մեջ։ Կարևոր է, որ մայր փաստաթուղթը ունենա լեգիտիմություն, իսկ մեր սահմանադրությունները Իոաննիսյանի խոսքով երբեք բարձր լեգիտիմություն չեն ունեցել։ Որտեվ նախկին հանրակրվեները կեղծված են եղել։ Եւ հանրությունը չի ընկալել, որ այս խաղի կանոններին հետևելը բոլորիս ընդունած կանոններին հետևելա եւ խախտելը բոլորի դեմ գնալա։ Եվ այդ առումով պետության կայացման առումով շատ կարեւոր է, որպեսզի լինի սահմանադրություն, որը հանրության օրհնության արժանացած կլինի, որը հանրությունը կընկալի որպես իր ընդունած խաղի կանոններ։ Գոհար Մելոյանը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունը նաև Ադրբեջանի պահանջն էր, հետևաբար նաև ապագայի համար ռիսկեր է տեսնում։ Ընդգծում եմ, որ նոր սահմանադրության օրակարգը եւ հրաժարումը անկախության հռչակագրից եւ պիտակավորումը մեր հիմնադիր նախահայրերի հռչակած սկզբունքները հարվածի տակ է դնում մեր ողջ պետականությունը։ Ներողություն կա, ինչ որ մեկը, որ Մեծ Բրիտանիայի որպես պետություն լինելը կասկածի տակ է դնում։ Մեծ Բրիտանիան սահմանադրություն անգամ չունի։ Հակառակը Հայաստանի պարագայում Հայաստանի անկախությունը ճանաչվել է մի շարք հարևան երկրների կողմից, այդ թվում Վրաստանն եւ Ադրբեջանը Հայաստանի անկախությունը ճանաչել են Ալմատիի հռչակագրով։
Իսկ թե երբ է լինելու նոր սահմանադրության հանրաքվեն, Իվանիսյանը դժվարացավ ժամկետներ նշել, նաև չբացառեց, որ այն տեղի կունենա մինչև տարեվերջ, բայց դա էլ ըստ նրա բարձր հավանականության սցենար չէ։ Տիգրան Հովակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։